այստեղ եք իրենց հետ եւ ինչ տեսակետ ունեք իշխանությունների կողմից հակադարձությունները արդյոք համարժեք են ադրբեջանական ռետորաբանությանը, թե ամեն դեպքում իշխանությունները դեռևս չեն ցանկանում այսպես ճշմարտացիորեն, բովանդակորեն խոսել խնդիրների մասին, հաշվի առնելով ինչ-ինչ պրոցեսներ, որոնց հավատում են։ Հիմա խնդամ թելամ, որ մեկը, նայեցեք, թշվախտապարը ստեղծված է իրավիճակը, նախ իշխանություն չեմ գնարսել, այս շենքի մեջ նստողներուն համար խունտա են ասում։ Այս խունտան, որ Հայաստանի ղեկը իր սեկը բռնած է, կհատկանշվի մեկ բանով, սուդով եւ գեղձիկով։ Թշվախտապար իրենց օրոք ստեղծված է այնպիսի իրավիճակը, որ Ալիևը իր Հայաստանի նկատմամբ իր ունեցած նկատումներում մասին շատ հստակ եւ բացեիպած կխոսի։ Շատ հստակ։ Իսկ իրենք ստանցած են բարձրականությունը լղոզելու Ալիևի ըսածներ, որ չէ, այդպես չէ։ Ալիևը իր ներքին լսարանի համար է որ խոսի, ժողովուրդ ջան, դուք հանգիստ կեցեք։ Դուք հանգիստ կեցեք։ Գրեցնեք ժողովրդի վերապերումը սկոնությունը փտացնելու, ժողովուրդը քունի մեջ պահելու, խաբելու, գեղձիկի իրենց քաղաքականությունն է։ Ալիևը մեզի հստակորեն գսե, որ ինչ են իր նկատումները Հայաստանի նկատմամբ, իսկ այս ստախոսները տեսեք ինչեր գսեն։ Սկսելով արտաքին գործ նախարար Ռուբեն Ռուբինյան կամ ազգային ժողովի նախագահ իբրև թե ով որ էր անունը հիմա չեմ հարուժել տալ անհետ բաները։ Այսինքն գեղձիկի իշխանություն է ասիկա։ Մեր ժողովուրդը հակադարձություններ եղան այս օրերին։ Ռուբեն Ռուբինյանը հակադարձել էր, հիշեցրել էր, որ այն ժամանակ այդ քարտեզի մատնանշած ժամանակաշրջանում անգամ Ադրբեջանը չի եղել, այսօր նմանատիպ հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը, դրանք բավարար չեն։ Ոչ, դրանք բավարար չեն։ Ադոնք ստեղծվեցան, երբ որ ընդվզումը ստեղծվեցավ արդեն Ալիևի այդ հայտարարության վրա, ավելի ճիշտ ընդվզումը ստեղծվեցավ իրենց սենք գեղձիկի, այսօր փորձեցին իրենց լեզուն փոխել, ասել որ չէ, այդպես չէ, հին կարդեսներում մեջ գա Սևան գա, բայց եւ այլն, բայց ադիգա խորքային մոդեցում չէ, ասիկա, իրենց վերապերումը քաղաքականությունը կմնա անել ամեն ինչ բարձրապես ովեսի իրենք մնան իշխանության գլուխ ամեն ինչ կուզեն օգտագործել, շահագործել իրենց քարոզչության համար, որովհետեւ մնան իշխանության գլուխ, որովհետեւ այս խունտայի ղեկը իրենց երկը բայեն։ Մնացածը իրենք չի հետաքրքրել։ Ամեն դեպքում դա կանխատեսելի սցենար է իշխանության պարագայում, իսկ ընդդիմության անելիքներին անդրադառնալով համարժեք գնահատում եք ստեղծված իրավիճակին, ընդդիմության պահվածքը, ընդդիմության քայլերը։ Նկատի դառնանք, որ ընդդիմությունը իր սերկը չունի գործադիր լծակներ։ Ընդդիմությունը բարձրապես կնա այս հարցերը բարձրացնել, ժողովրդի գիտակցության մագարտակը բարձրացնել, ժողովրդին ցույց տալ, որ իրականում ինչ է տեղի ունենում։ Աս է ընդդիմության ունելիքը, թե ինչքանով կհաջողին, ադի ուրիշ խնդիր է, որովհետև նաև չմոռանանք, որ Հայաստանի դեղեկատվական թաշտի մեջ դիրականը իշխանական կամ իշխանամերձ լրատվամիջոցներն են, որոնք կփորձեն ժողովրդին ուղեղը լվալ, լղոզելով այս երևույթները, շատ հաճախ նաև չեն վարանիր բացահայտորեն ստելու, ինչպես որ նախորդ քանի օրերուն խորհրդարանի լսումներու ընթացքին մենք տեսանք, թե քննչական կոմիտեն, ներքին գործ նախարար, արդարադատության նախարար, ինչպեսի լղոզումներով կփորձեին, բացեիպացած սուդալ կխոսեին իրենց ուղղված հարցումներուն, այնպես որ եւ ասոնք կդարածվին, այս սուդերը կդարածվին, նստված կունենան մարդոց մեջ, դեսագետ կգազմեն, հանրային գարձիկ կփորձեն ստեղծել իրենց սուդերուն շուրջ, ասե։ Պարոն Բրուտյան, եւ քանի որ առիթ է ընձեռնվել նաեւ զրուցել ձեզ հետ վերջին հստակեցումը
հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ այս առնչությամբ ձեր դիրքորոշումը որն է եւ տեսանք այս օրերին ինչ համենայն դեպս իրենց մտավորական համարող գործիչներ անցան այսպես իշխանությունների կողմը սկսեցին քննադատել վեհապար Հայրապետին, նույնիսկ այն գործիչները, որոնք ժամանակին ուղիղ իմաստով սնվել են հենց վեհապարի ձեռքից, բարեգործական տարբեր աշխատանքների շրջանակներում ստացել են աջակցություն գրքեր տպագրելու համար եւ այլն։ Ինչու այսպես եղան եկեղեցին դավաճանող որդիներ եւ ինչ է կարծում, ինչպիսի լուծում, հանգուցալուծում պիտի լինի այս իրավիճակում, երբ մի կողմում թիրախավորված մայրաթորն է, մյուս կողմում աննահանջ իշխանությունները։ Ես շատ լավ գիտեմ, թե դուք որոնց կակնարկեք։ Այո։ Աբերախտությունը շատ թեթև բառ է, գեղձավորություն եւ քծնելու այս նկարագրային քիզը որ գա, շատ հաճախ ջուրի երես կուկա դակնաբալի օրերուն։ Այս դակնաբը ծևում լիտմս թեստ է կամ ինչպես ոսընդունված է լակմուսի բամն է, ուր Երևան կուկա մտավորականի իսկական նկարակիրը։ Մարդիկ չեն անդադարնար, որ այս արշավը անձի թեմ ուղղված չէ, այս արշավը ուղղված է ամբողջ ինստիտուտի թեմ մեր հոգևոր ժառանգության բահաբան կանգնած եկեղեցին, որ միայն աստվածաբանական իմաստով հոգևոր գառույց չէ, այլ նաև ազգային հոգևոր արժեքներ մարմնավորող, ադոնք պաշտպանող հիմնական գառույց է եւ թիրախը այդ է եւ իրենք չեն այս ցերնշած մարդիկը չեն անդադարնար, որ այս է խնդիրը, իրենք բարձրապես առօրեական իրենց հարցերը լուծելու մտահոգությամբ է, որ այս խնդիրներում մասին այդ ձևով գխոսին, հակառականում որ իրենք օգտված են եկեղեցու փարիկներ են, իրենց գործերը հովանավորող եղած է եկեղեցին, որովհետև եկեղեցին օգտակար կդած է այն գործը, որոնց համար արժե հովանավորել տվյալ աշխատանքը։ Հիմա որ այս տակնաբը գա եւ հավանաբար ուրիշ տեղ իրենց եղած սպառնալիքներ կան, գաշարք գնալ չերևացող, ասված գիտե ինչեր կան, որովհետեւ գաբրինք այնպեսի նյութապաշտ թարում մեջ, ուր նյութը շատ հաճախ գակմը մարդոց կողմ է, քերիվեր կհամարվի հոգևոր արժեքներ են, մարդկային սկզբունքներ են, այս է իրողությունը այս է։